Ինչ ման է։ Ինչքան կարող է խառնվել մեր կյանքին։ Հիմա պետք չի վիճել նրա հետ։ Թող մի քիչ հանգստանա, հետո կխոսես։ Ման ինքը երբեք էլ չի հանգստանա։ Նելի, սպա։ Ման է։ Պետք չի, որ դու հիմա խառնվես։ Դու գիտես ով ես։ Հրեշ։ Ու ես եմ, հա, քեզ լույս աշխարհ բերել։ Իմ հետ ես մրցման դուրս եկել։ Էդ երբ ես հասցրել գայթակղել այդ հիմար ծերուկին, հա։ Տարբերություն քեզ։ Ես չեմ գայթակղել։ Այլ ինձ է գայթակղել։ Փոքրոքի հիմար։ Դու հատուկ ես ամեն ինչ արել։ Քեզ ավետիսը բացարձակ չի հետաքրքրում։ Կապրենք, կտեսնենք։ Դու նույնիսկ չես բարի հաճել ինձ տեղյակ բայել, որ նման պլաններ ունես։ Ამდե չէի ուզում երազանքներդ փշրել։ Հիմարի մեկը։ Դու այնքան էիր երազանքներով տարված, որ եթե ես քեզ նույնիսկ ասեի, դու չէիր հավատա։ Վախենում էի քեզ վիրավորել, ման։ Դու դեռ կտեսնես, թե ով կվիրավորի։ Դու չես ամուսնանա ավետիսի հետ, այդ ես քեզ խոստանում եմ։ Ու հետո այն ճանապարհին կանգնելու դու։ Ես։ Մոռացի, որ ես երեկվա երեխան չեմ։ Ու դու չես կարող քո կամքը ինձ թելադրել, հասկացար։ Դες ինչի ես հենց ավետիսին ընտրել։ Շուրջդ այդքան երիտասարդ տղաներ են պտտվում։ Այդ բոլոր տղամարդիկ ինձ ճանաչում են որպես նվարդի աղջիկ։ Բոլորը ինձ ու քրոջս ճանաչում են որպես սիրեկաններ պահող նվարդի աղջիկ, որոնք իսկը մոր կտորն են։ Դու երևի չգիտես, չէ՞, ինչ են խոսում մարդիկ մեր մասին։ Բոլորի համար մենք անբարոյականներ ենք, վերջացած մարդիկ։ Իսկ այս տունը նվարդի որջն է։ Արմենի ծնողները դրա համար չէին ուզում, որ մանեն իրանց հարսը դառնա։ Ինչ, երևի դա էլ չգիտեիր, հա մամ։ Ձենդ կտրի։ Իսկ դու սրա մասին մի հատ լավ մտածի։ Ասացի ձենդ։ Իսկ ավետիս ես ամեն ինչի վրա թքած ունի, որովհետև ինձ սիրում է։ Հասկանում ես, ինձ սիրում է։ Սա իմ միակ փրկությունն է, մամ, հասկանում ես։ Ես մենակ սենց կարող եմ իմ պատիվը փրկել։ Սավառնի երկնքում, բայց տես վայրեջքը ցավը չլինի։ Ինչա թե ավետիսը քեզ չի ընտրել, հա։ Դու երազում ես իմ տեղում գտնվել, բայց ես անգամ դու սայթակեցիր, մամ։ Ինձ են ընտրել։ Ու չփորձես իմ ճանապարհին կանգնել, հասկացար։ Չփորձես, մամ։
Ասում են ծուխն առանց գրակի չի լինում։ Ուրեմն ճիշտ էին ասում էլի Նվարդի հասցեին։ Ավետին չկարողացավ իրենով անել։ Աղջկա գործերը դասավորեց։ Մամ, բայց մեզ համար ավելի լավ։ Ինչ Նվարդի մոտ աշխատես, ինչ նրա աղջիկա։ Աղջիկա համ շատ գեղեցիկ է։ Համ էլ ավելի հաճելի է, քան Նվարդը։ Բալես, դու շատ փոքր ես, բան չես հասկանում։ Եթե այդ աղջիկը անգամ գեղեցկուհիների թագուհին լինի, միևնույն է, ավետիսի հետ չի սազում։ Մամ, բայց ոնց որ այդ աղջիկան չես հավանում, հա։ Չհավանելու ինչ ունեմ այդ աղջիկան։ Պարզապես տերևում է կամ մորն է դեմ գնում, կամ էլ մոր կտորն է, փողի հոտն առել է, թե չէ ինչ գործ ունի իր հոր տարիքի մարդու հետ, հա։ Հաստատ մեզ լսում էր։ Լսում է թող լսի, ինչ ենք խոսում, որ ինչ ճիշտ է, այն էլ ասում եմ։ Մամ, Հա ջան, ինձ թվում է, որ Հասմիկներ չի ուզում, որ ավետի Սեդնելի հետ ամուսնանա։ իսկ ով է ուզում որ։ Հասմիկ ջան, Այո, վարպետ Մուշեղ։ ճիշտ եմ լսել։ Ինչը։ Դե որ պարոն ավետը ամուսնանում է։ Այո, ճիշտ ես լսել։ Լավ, ես գնամ։ Ինչ ասեմ, թող երջանիկ լինի։
Բաս ինար այդ կուրես գնում, ես էլ եմ քո հետ գալիս։ Ես հետս գալի, ես տեղ եմ գնում։ Որտե՞ղ։ Թե շուտ ալը։ Գնում կերուս դիմավորեմ։ Մայային։ Ես դսաղ գիտես։ Եթե գիտեմ ինձ էլ հետ տար։ Այս անգամ չի, մյուս անգամ։ Գնա է խապլան, ամեն անգամ նույն բանն ես ասում։ Ոմաս մորքուրդ լիցի ոնց ես հետս խոսում տոնից կաքսորանի։ Ման, արագացուր հրաժեշտ ու մամայիդ արդեն ուշանում ենք։ Նելին ձեզ մեքենայում եք սպասում։ Ման ջան, արագացուր արդեն իսկականից ուշանում ենք։ Արդեն գնում եք։ Հա, մամ ջան, ուշանում եք։ Բարի ճանապարհ աղջիկս, վայելիր սերդ ու ոչ մի բանի մասին չմտածես։ Դու լավ ես։ Իհարկե լավ է։ Իսկ ինչ է եղել որ։ Մի մտածի աղջիկ ջան, դու հանգիստ քո ճանապարհորդությանը գնա։ Այդպեսի աղջիկա որ մայրը տակից դուրս չգա։ Արեն։ Հիմա գալիս։ Հաջողություն տիկին նվարդ։ Բարի ճանապարհ տղաս։ Մերսի։ Հենց տեղ հասնենք կզանգեմ։ Քեզ լավ մայ։ Գումարի մնացած մասը պատրաստ է բանկից կստանաս, չհասցրեց ետս բերեմ։ Այդ փողը առանց հորդ իմացության ես չարել։ Շնորհավորում եմ։ Հետաքրքիր է որտեղից։ Դե դին պրոբլեմն է, ձեզ գումարը պետք ես էլ գտել եմ։ Մենք էլ տալիք առնելիք չունենք։ Ոնց էր։ Իր դիրքերում։ Նել, ինչ էր ինձնից թաքցնում։ Ման կներես մի տունավոր բան չկար։ Ուղղակի ուզում էի ամեն ինչ վերջնական որոշվեր նոր ասեի։ Ու երբ այդ ամեն ինչը սկսվել։ Երբ եք հասցրել մտերմանալ։ Այդ ամեն ինչը շատ երկար պատմություն է։ Հետո կվերադառնաս կպատմեմ։
Դու իսկապես սիրում ես Ավետիսին։ Աման, սիրում եմ նրան։ Չէ, այդպես մի նայի, հավատա։ Ավետիսի մի անգամից սրտիս մեջ մտավ։ Գիտես, ինձ երբեմն պապային է հիշեցնում։ Երբեմն ինձ այնպիսի կարեկցանքով է նայում, որ ես հավատում ու վստահում եմ նրան։ Գիտես, նրա աչքերում այնքան թախիծ կա։ Ես նրա կողքին ինձ ապահով եմ զգում։ Լսել եմ Ավետիսը շատ հարուստ է։ Ման, ես դրա մասին երբեք չեմ մտածել։ Աստորեն մամային հակառակ ես այդ քայլին գնում։ Դե եթե ուզում ես այդպես մտածի։ Տիկին Լվարդ, պարոն Տոնոյանն էր զանգել, ասեց կես ժամից այստեղ կլինի։ Լավ, հասկացա։ Շատ սպասեցրի։ Ոչինչ, նստեք մեքենան կհասցնենք։ Հարքդ շատ Աստված ջան գնաց փող ստանագոն է։ Աշխատավարձս տակ։ Քանի ամիսը արդեն ստեղ ծրի եմ աշխատում։ Ինքը իրեն ոչ մի մանից չի զրկում, ինձ էլ ասում։
Կարինա մի քիչ համբերի։ Վերջ, եթե այս անգամ չտա աշխատավարձած, դուրս եմ գալու ստեղից։ Այստեղ են ասում էլի, կուշտը ինչ գիտի սովածն ինչա։ Իմ մորթու մոտ էլ նենց մի հատ ձև տվեց, ոնց որ չէր ուզենա էլի, տենց հարուստ փեսա ունենար։ Ով դե, մարդ գլուխ չի հանում ես հարուստներից։ Սա ազնիվի համար նոր է, ոնց որ ստեղ էի գրել։ Հաստատ երկար չեն սպասի, շատ շուտ կամուսնանան, համել ինչ ունեն սպասելու, ավետը հո երեկվա երեխեն չի, որ սպասեն։ Լավ էլի այկնիկ, չօգնեցիր այդ թեմայով այդքան խոսելուց։ Իրանց գործնա։ Երբ կուզեն կամուսնանան, չեն ուզի, չեն ամուսնանա, քեզ ինչ, Ոյ, ով թե խոսում ենք էլի, ինչ անեմ, նստեմ նայեմ, թե ոնց է սուրճդ խմում։ Գնա ճաշը դեպի, հա։ Չէ, բայց ինչ ուզում ես ասա մուշեղ, հեչ սրտովս չի, որ ավետ այդքան շտապում է։ Այսօր գնաց պապան։ Մի հարցրու, հա, ոնց որ հորդ չգիտես։ Հնարավոր չի դրա հետ մի բառ խոսել։ Դե ամբողջ օրը սուս ու փուս նստենք, իրար երեսի նայենք, իրավունք չունենք, մեկից մի բառ խոսենք։ Բարզա։ Վարդան ջան, եկար, մի հատ սուրճ եմ խմես։ Չէ, մերսի, ազին ծույցա չեմ ուզում։ Ունե կարաս մի հատ մտնես Լիլիթի մոտ, լավ չէր, մի տեսակ էր։ Չեմ հասկանում Վարդան, եթե Լիլիթի վիճակը քեզ անհանգստացում է, դու էլ գնա հարցրու։ Երանի Լիլիթին։ Հենց տանը բոլորը նրա մասին են մտածում։ Ալո, բարև ձեզ։ Տաննա։ Չէ, մոտա։ Արբանյակային կապը Նվարդի տան հետ հաստատված է։ Ալո։ Բարև Կարինե ջան։ Այսօր ես կորել։ Ճիշտ։ Ինչ։ Աստված իմ։ Ինչ ասում։ Լավ զարի քորքոր, քեզ ամոր գրկում պաչիկ եմ անում, միջև կհանդիպենք։ Եղավ, հա քեզ լավն է զարի քորքոր, անպայման որ ասեցի ուրեմն կգանք։ Բարոզ, յազավետ։ Լավ ինձ կանչում են, հետո կզանգեմ, հաջողություն։ Այ քեզ բան, ով կմտածեր։ Մենք էլ ասում ենք աղջիկա հարցերն ա լուծել։ Ուրա, բաբան եկավ։ Լավ, Նոնե ջան, սուս, մենք ոչ մի բան չգիտենք։ Այ խեղճ մարդ։ Պապ։ Ես ուր էի գնացել։ Գործեր ունեի։ Դու լավ ես։ Լավ եմ, շատ լավ եմ։ Չի ուզում են մարդը տարիքով, ես որ ասում եի երդ։ Հա, բայց տարիքով իր հոր տարիքի մարդը չի ուզում։
Աղջիկո։ Այ կանիկ։ Հիմա այս երեխու գլուխը էլի ցավացնես այքել։ Հիմա ինչ ա եղել։ Լսի, աշխարհը որ քանդվի, դու ուխտի ականջում քնած ես։ Քո heç վեճը չի։ Ինչի հիմա ինչ ա եղել։ Ինչ պետք է լինի, արի ասեմ։ Այդ նվարդը ուրեմն չի համաձայնվում, որ աղջիկը ավետի հետ ամուսնանա։ Ինչի՞ որ։ Այդ ինչի՞ որ։ Ես որ ասում էի տարիքի ու երեխաների համար։ Բա որ ասում էի ամեն մարդ պիտի ճիպոտի իրա քոլից փոկի, չէիր հավատում։ Բա, հետո դες չէին չալնել սրա։ Ինչ պետք է լինի։ Նվարդը տեսարանա սարքել, ավետին տանից վռնդելա, հետո մեր ու աղջիկ լավ կռվել են իրար հետ։ Այ մարդ, այն կինը չի ուզում, որ իր աղջիկը ամուսնանա տարիքով մարդու հետ։ Պապարի էլի, արի գնանք իրար հետ ֆուտբոլ խաղանք։ Հիմա հոգնած եմ դուք խաղանք։ Լավ էլի, բոլորդ կամ հոգնած եք, կամ էլ զբաղված եք, ոչ մեկը չի ուզում ինձ հետ խաղա։ Երբ որ դու հանգստանաս կխաղաս ինձ հետ։ Լսում ես բալա, ասում եմ հոգնած եմ, հետո։ Լավ էլի, պապ։ Արսեն, պապային հանգիստ թող։ Ասում է հոգնած, ուրեմն հոգնած եմ։ Բայց ինչի։ Ավելորդ հարցեր մի տուր։ Գնա քո համար խաղա հանգիստ։ Լսի քրոջը դու մի հակաճար։ Իսկ իմ համար մի րոպե ժամանակ կունենաս։ Պապ, ես շատ լավ հասկանում եմ դու սարերին գործերով դες զբաղված, ու մեր հետ զբաղվելու ժամանակ այդքան էլ չունես։ Ուզում եմ, որ ես ու Արսենը գնանք գյուղ Զարի քորքուրի մոտ։ Ուխ, ջան, բա երբ ենք գնալու։ Հենց այսօր։ Հա, պապ։ Դու հանգիստ գործերով կզբաղվես, մենք էլ ոտքի տակ չենք ընկնի։ Դու ճիշտ ուզում ես գնաս։ Ես շատ եմ ուզում գյուղ գնալ։ Ես էլ եմ ուզում։ Քորքուրին շատ եմ կարոտել։ Լավ, ուզում եք գնացեք։ Ես կզանգեմ հորքուրին, կասեմ, որ գալիս։ Ես արդեն խոսացել եմ հետը։ Ինքը մեզ սպասում է։ Ուրա, ուրա։ Այդ դեպքում վարորդին կասեմ ձեզ կտանի։ Պետք է։ Ավելի լավը Վարդանը տանի։ Ամեն Արսենչիկի հետ կխաղա։ Ուզարի քորքուրը ասեց, որ Վարդանին էլ է շատ կարոտել։ Լավ։ Թող Վարդանը տանի։ Ուրիշով է գալի դասը։ Եթե Մարգուր ու Նարեկը ցանկանան, իրանք էլ կգան։ Ես էլ շաբաթ կիրակի կմիանամ ձեզ։ Իսկականից։ Կգամ, հենց որ գործերս ավարտեմ։ Լավ, բարձա։ Ուրա, 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 գնա Վարդանին ասեմ։ Չէ, Վարդան ջան, նվարդը համաձայնվող չի։ Դրա մտքին որտեղ լիներ, ավետիսին տանից դուրս չեր հանի։ Կասեր, սպասեք մի քիչ մտածեմ։ Վարդան։ Ասա ինչ եղել չեմ կորել Արսեն։ Գիտես չէ գյուղ ենք գնում։ Լուրջ ես ասում։ Հա, Լիլիթը պապայից հարցրեց, պապան էլ թողեց, հիմա էլ գնում ենք։ Գնա արագացրե շորերը թավակի։ Ոնց ես էլ եմ գալու։ Ապա դու ես մեզ տանել։ Երեխեքին գյուղ ուղարկում, բայց չկանի։ Բայց չկան ժամանակով են գնալու։ Չգիտեմ, բայց ինչքան շատ, այդքան լավ։ Իսկ ովքեր են գալու։ Լիլիթը ես մեկ էլ Վարդանը, իսկ Մորքուրը չգիտեմ գալու է թե չէ։ Նարեկը չի գալու։ Չէ, որ Նարեկը գան գերիներ ինչ են անելու։ Այ Արսեն։ Սրան ինչ եղավ։ Բարև ձեզ։ Բարև։
Բարի օր։ Բարև։ Ես եկել ես որ մեզ ճամփու դնես։ Չէ, մարդ եմ դիմավորում, այս որ իմանայի գնում եք կգայի։ Երկար է սպասելու։ Ոչինչ, ժամանակ ունեմ։ Լավ։ Ոնց ես։ Շատ լավ։ Ես գնում եք Մեղրամիս։ Շատ լավ է։ Դե լավ, դուք գնացեք ներս, ես մեքենա կանգնեցնեմ գամ։ Չէ, ներ, կարծում եմ էլի մաս չունի, ռեգիստրացիան շուտով կսկսվի։ Չէ, ես կգամ, ման։ Նել ջան, լուրջ միտք չունի, մենք մի անգամից ներս ենք մտնելու։ Լավ, համոզեցիք։ Դե արի քեզ գրկեմ։ Հաջողություն։ Լավ կլինես, շատ չհոգնես, արևիտակ էլ շատ չպարկես։ Ներ խոսք դուր, որ չես սխալվի, զգուշ կլինես։ Դու մի անհանգստացվի, ինձ մոտ ամեն ինչ նորմալ է։ Դու ավելի լավ է քո փոքրիկի մասին մտածի։ Մեկ էլ խնդրում եմ մամայի հետ քիչ կկռվես։ Դժվար բան ես ասում, բայց կփորձեմ։ Քեզ կգրկեմ։ Առանց մեզ հարսանիք չանեք։ Չէ, անպայման կսպասենք ձեզ։ Եվ գնացինք ջան։ Հաջողություն։ Բայլեք։ Շատ հաճելի էր ձեզ տեսնել։ Նմանապես։ Լավ, ես գնամ։ Մի հատ լավ նորություններ եմ լսել։ Ես չկարողացա քո քուրիկի հետ ամուսնանալ, բայց դու ամուսնանում ես Այզաբետի հետ։ Մենք պաստորեն բարեկամներ ենք դառնում։ Փաստորեն։ Կարող է գնանք ինչ որտեղ սուրճ խմենք, զրուցենք։ Չէ, վախենամ չստացվի։ Որ սպասում էի, ոնց որ թե արդեն եկել է։ Հաջողություն։ Տանաշեն նեսելի բոյես կաշե։ Կարող դնի։ Մանեի քուրը չէր։ Ոչ մենակ մանեի քուրն է, իմ հարսիկն է սարից հետո։ Ձեռը սարում։ Չէ, դրի լուրջ եմ ասում։ Այսինքն ամուսնանում են։ Հա։ Ով։ Ինքն Այզաբետը։ Ոստի։ Չգիտեմ, վախենում եմ լավ բան դուրս չկա դրանից։ Դու մամային լավ չես ճանաչում։ Վերջ, ես իմ գործն ավարտեցի, հիմա ձեր հերթն է։ Չանհանգստանաք, ես հենց այսօր հետևողական կլինեմ, որ գործարքը սկսեմ։ Մի անհանգստացեք, երկար ժամանակ չի խլի։ Բոլոր հարցերը խնդրում եմ Տոնոյանի հետ պարզեք։ Եղավ, խնդիր չկա։ Եվ ինչքան հնարավոր է արագացրեք գործարքը։ Լավ։ Վարդան կթողնես չէ գյուղի ճանապարհին ես էլ մեքենան քշեմ։ Դե խելոք, Վարդան, նման բան չանես։ Չէ, Այզաբետ, ես էլ հո Արսենի խելքին չեմ։ Արսեն, Լիլիթին լսում ես, որ քուրին չես ջղայնացնում։ Եղավ։ Հա, եղավ։ Պապ, ես իր այդ լեզուկը գտնեմ հանգիստ տեղ։ Երեխեք ամեն ինչ վերցրել եք, ոչ մի բան չեք մոռացել, նորմալ է։ Երևի ինչ կար իջացրել եմ։ Չէ, չենք մոռացել, Մորքոր, բայց ես կուզենայի, որ դու էլ գայր մեզ հետ։ Համով ես։
Այդքան խոսեցինք իրար հետ։ Այս անգամ առանցին գնացեք, մյուս անգամ անպայման կգամ, լավ։ Հա, հասկանում եմ։ Բոլորդ ուզում եք մենակ մնալ, ձեր մտքերի հետ։ Դրա համար մենք գնում ենք։ Շաբաթ կամ կիրակի ես էլ կգամ։ Լավ։ Սպասենք։ Զգուշ կգնաս, տես երեխեքը քո հույսին։ Ուշադիր կլինի։ Յա, Լիլ, ես ինչ ես տխուր։ Արսեն, ես քեզ մի բան եմ ուզում ասել։ Ասա։ Մեր պապան որոշել է ամուսնանալ։ Այս փողը մի որոշ ժամանակ կօգնի, բայց բոլոր պարտքերը փակելու համար չի բավականացնի։ Անվարդ։ Ես ուզում եմ, որ մենք հանդիպենք, սա հեռախոսով խոսալու թեմա չի։ Ինձ ամեն ինչ կտա։ Տիկին Նվարդը պատասխան է տալու քո մահվան համար, պապ։ Եմ ինչա բասման։ Ու ինքնը տերը իր որոշումներին։ Ես դեմ չեմ։